Մարկոս 2-րդ գլուխ։ Մի քանի օր հետո, երբ Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ, լուր տարածվեց, թե տանն է։ Շատերը հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չէր մնացել նույնիսկ դռան առջև։ Հիսուսը նրանց քարոզում էր Աստծու խոսքը։ Եկան նրա մոտ բերելով մի անդամալույցի, որին շալակել էին 4 հոգով։ Երբ բազմության պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին այն տան կտուրը, որտեղ Հիսուսն էր, եւ բացելով առաստաղը, իջեցրին անկողինը, որի մեջ անդամալույցն էր։ Հիսուսը, տեսնելով նրանց հավատը, անդամալույցին ասաց. «Որդյակ, թող քո մեղքերը ներված լինեն քեզ»։ Դպիրներից ոմանք, որ այնտեղ նստած էին, իրենց սրտում խորհում էին. Այս ինչ հայհոյություն է խոսում սա։ Ով կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն Աստված։ Հիսուսն իր հոգում իմացավ, որ այդպես են խորհում իրենց սրտում, եւ ասաց. Ինչու եք այդ բաները խորհում ձեր սրտում։ Որն է ավելի դյուրին։ Ասել անդամալույցին մեղքերդ քեզ ներված են, թե վեր կաց առանկողինդ եւ գնա քո տուն։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին երկրի վրա մեղքերը ներելու իշխանություն ունի, ասաց անդամալույցին. քեզ եմ ասում, վեր կաց առանկողինդ եւ գնա քո տուն։ Անդամալույցը վեր կացավ եւ անմիջապես վերցնելով անկողինը, բոլորի առաջ դուրս ելավ։ Մինչ ամենքը զարմանում էին, փառք էին տալիս Աստծուն ու ասում. Այսպիսի բան երբեք չէինք տեսել։ Հիսուսը դարձյալ գնաց լճի եզերքը։ Ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ, իսկ նա ուսուցանում էր նրանց։ Մինչ նա անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ նստած էր մաքսատանը, ու նրան ասաց. Արի իմ հետևից։ Եվ Ղևին վեր կացավ ու գնաց նրա հետևից։ Երբ Հիսուսը նրա տանը սեղան նստեց, բազում մաքսավորներ ու մեղավորներ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետև շատերն էին նրա հետևից գնում։ Իսկ դպիրներն ու փարիսեցիները, երբ տեսան, որ նա մաքսավորների ու մեղավորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. Ինչու եք մեղավորների ու մաքսավորների հետ ուտում եւ խմում։ Երբ Հիսուսը լսեց այս, նրանց ասաց. Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։ Ես էլ չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին։ Հովհաննեսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում։ Ոմանք եկան եւ Հիսուսին հարցրին. Ինչու Հովհաննեսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում։ Հիսուսը նրանց պատասխանեց. Միթե հարսանիք հրավիրվածներին կարելի է ծոմ պահել, քանի դեռ Փեսան նրանց հետ է։ Այնքան ժամանակ, որ Փեսան նրանց հետ է, չի կարելի ծոմ պահել։ Բայց կգան օրեր, երբ Փեսան իրենցից կվերցվի, եւ ապա իրենք էլ ծոմ կպահեն այդ օրը։ Ոչ ոք նոր խավը չթափված կտավի կտորը չի կարկատի հնացած զգեստի վրա, ապա թե ոչ նոր կտորն ամբողջությամբ հին զգեստից կփոքվի եւ պատրվածքն ավելի վատ թարք լինի։ Նաև ոչ ոք նոր գինի չի լցնի հին տիկերի մեջ, ապա թե ոչ նոր գինին կպայթեցնի հին տիկերը։ Գինին կթափվի եւ տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։ Մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր ցորենի արտերի միջով։ Նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ Փարիսեցիները նրան ասացին. Տես քո աշակերտները շաբաթ օրով ինչ են անում, որ օրենքի դեմ է։ Հիսուսը նրանց պատասխանեց. Դուք երբևիցե չեք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ կարիքի մեջ ընկավ, քաղց գալով, ինքը եւ նրանք, որ իր հետ էին։ Ինչպես մտավ Աստծու տունը Աբիաթար քահանայապետի օրոք եւ առաջավորության հացը կերավ, տալով նաեւ նրանց, որ իր հետ էին։ Այնինչ օրինավոր չէր ուտել քահանաներից բացի։ Ապա նրանց ասաց. Շաբաթ օրը մարդու համար է եղել, եւ ոչ թե մարդը շաբաթ օրվա համար։ Ուրեմն մարդու որդին Տերն է նաեւ շաբաթ օրվա։